Թբիլիսիում քաղաքական գնահատականների թեման են Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանի տնտեսական ցուցանիշների դրական գնահատականը և 2026 թվականի գարնանային տնտեսական կանխատեսման թարմացված զեկույցը։ Ըստ Եվրահանձնաժողովի Վրաստանի տնտեսական աճը կմնա 5% սահմաններում, Ուկրաինայինը 1.5%, իսկ Մոլդովայինը 2%։ Ըստ Եվրահանձնաժողովի զեկույցի նախորդ տարիների համեմատ տնտեսական աճի համեմատաբար դանդաղեցում է սպասվում, չնայած ցուցանիշները կմնան կայուն։ Տվյալների համաձայն Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունը բացասաբար է ազդել Եվրամիության տնտեսության վրա։ Նրանք նաև նշել են, որ դժվար աշխարհաքաղաքական միջավայրը և ԱՄՆ-ի մաքսատուրքերի հետ կապված անորոշությունը շարունակում են ճնշում գործադրել տնտեսական աճի վրա։ Անկախության օրվա նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Առավոտից զինվորական ստորաբաժանումները Ազատության հրապարակում անցկացնում են գլխավոր փորձը։ Վաղը զորակոչիկները կտան զինվորական երթում, բեմի և զարդարանքների տեղադրումը արդեն ավարտված է։ Երթևեկությունը սահմանափակված է խորհրդարանից Ազատության հրապարակ տանող ճանապարհին։ Աջարիայում անկախության օրվա տոնակատարության նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Ժամը 17:10-ին կհնչի Վրաստանի հիմնը 6 մունիցիպալիտետներում։ Քոբուլեթիում նախատեսվում է ծաղիկներով զարդարել երկրի տարածքային ամբողջականության համար զոհվածերոսների հուշարձանը։ Խուլոյում օրվա տոնակատարությունը կբացվի հանրային երթով։ Կանցկացվեն մարզական մրցումներ, կկազմակերպվի նկարների և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Երեկոյան կկայանա գալա համերգ։ Մրցումներ, ցուցահանդես-վաճառք և համերգ են նախատեսվում նաև Քեդա Խելվաչաուրիի մունիցիպալիտետներում, որտեղ հանդիսատեսի առջև ելույթ կունենա տեղական համույթը։ Ինչ վերաբերում է Բաթումին, ապա մեծածավալ պետական տոնի հիմնական վայրը կլինի Այբուբենի աշտարակի շրջակայքը։ Ռուսթավիում մայիսի 26-ի միջոցառումներ կկազմակերպվեն շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության և Ռուսթավիի քաղաքապետարանի աջակցությամբ։ Վրաստանի անկախության օրը հանդիսավոր կերպով կնշվի Ռուսթավիի Ազատության հրապարակում։ Յուրաքանչյուր տաղավարում կներկայացվեն 2025 թվականի Ռուսթավիի հնագիտական արշավախմբի կողմից հայտնաբերված ցուցանմուշների պատճենները։ Ընդդիմադիր դաշինքը նույնպես պատրաստվում է մայիսի 26-ի հանրահավաքին։ Չնայած Թբիլիսիի քաղաքապետարանի և ներքին գործերի նախարարության կողմից Ռուսթավելի վրա ցույց անցկացնելու մերժմանը, նրանք պնդում են, որ չեն փոխի իրենց ծրագիրը և կփորձեն Ռուսթավելի պողոտայում տեղադրել բեմ և ձայնային սարքավորումներ։ Երթը կմեկնարկվի ժամը 19:00-ին։ Հորդառատ անձրևները խնդիրներ են ստեղծել Սամեգրելոյի մունիցիպալիտետում։ Ծալեն-Ջիխայի Զուգդիդի ճանապարհի Ջիխաշկարի գյուղում գյուղի աչափին Թարիչա գետը կամուրջ է քշել։ Բնական աղետը խնդիրներ է ստեղծել Զուգդիդի, Մարտվիլի և Ծալեն-Ջիխա գյուղերի բնակչության համար։ Ջրհեղեղի են ենթարկվել տնամերձ հողամասերը, բնակելի բակային տարածքները։ Հորդառատ անձրևները խնդիրներ են ստեղծել նաև Իմերեթիում։ Ծղալդուբոյի մունիցիպալիտետի Ժոնեթի գյուղում սողանք է տեղի ունեցել։ Կենտրոնական ճանապարհը փակ է եղել 3 ժամվա ընթացքում։ Այս պահին երթևեկությունը վերականգնված է։ Տեղին աշխատում է հատուկ տեխնիկա։ Այս փուլում համայնքները ծանր տեխնիկա են օգտագործում ջրհեղեղված կամուրջները և ջրանցքները մաքրելու համար։ Ինտերպոլի Եվրոպայի հաջորդ տարածաշրջանային համաժողովը կանցկացվի Վրաստանում։ Որոշումը կայացվել է Իսպանիայում ընթացող նստաշրջանին։ Տեղի է ունեցել քվեարկություն, որտեղ մեր երկիրը ստացել է ամենաշատ ձայները։ Գործակալության տվյալներով այս որոշումը ևս մեկ անգամ ընդգծում է Վրաստանի իրավապահ մարմինների արդյունավետ և հաջող համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ։ Իրանի 2 քաղաքացի ձերբակալվել են Վրաստանի պետական սահմանով միգրանտ անցկացնելու, Վրաստանի պետական սահմանը անօրինական կերպով հատելու և սահմանը հատելու փորձ կատարելու մեղադրանքով։ Հետաքննությամբ պարզվել է, որ ձերբակալվածներից մեկը փորձում էր իր հետ սարփի մաքսային անցակետով անօրինական կերպով իր վարած բեռնատարով իր հետ տեղափոխել ձերբակալված տղամարդուն։ Հանցագործությունը նախատեսում է 5 տարի ժամկետով ազատազրկում։
Վրաստան IT Beachline զբոսաշրջային ցուցահանդեսում կներկայանա որպես գործընկեր երկիր։ Ասիական տարածաշրջանի ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկի մեկնարկից մեկ օր առաջ ընթանում են վերջին նախապատրաստական աշխատանքները։ Պաշտոնական բացումից առաջ Վրաստանի անունից կանցկացվի հատուկ գալա ընդունելություն, որին կմասնակցի տարբեր երկրներից հրավիրված հյուրեր։ Շանհայի մոտ 400 վայրերում տեղադրված են տեղեկատվական պաստառներ և տեսանյութեր Վրաստանի մասին։